Շատ հաճախ լսում եմ, որ մեր ընդդիմադիր դաշտը պատմում է, որ եթե մենք օրակարգը փոխենք եւ ոնց որ ուժեղ դիրքերից հանդես գանք եւ պահանջ տնենք, որ պետք է մենք Ադրբեջանին ծնկի բերենք եւ արժանապատիվ խաղաղության հասնենք, մենք կգտնենք գործընկերներ, ովքեր մեզ աջակցեն այդ օրակարգում։ Գիտեք, ես ուզում եմ ասել, որ իրենք ճիշտ են այս հարցում։ Կան մարդիկ, կան երկրներ, կան պետություններ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կոնֆլիկտի շարունակականությամբ։ Եվ հնարավոր է այդ մարդկանց ներգրավել այստեղ, որպեսզի կոնֆլիկտը շարունակվի։ Եթե դուք ուշադիր լինեք, մեծ հաշվով տարբերությունը այս երկու կողմերի օրակարգերի առաջարկի, մեր տրամաբանությունը այն է, որ մենք փորձում ենք գտնել գործընկերներ, ովքեր մեզ կօգնեն հաշտվել Ադրբեջանի հետ, ապա շրջափակել կապուղիները սահմանազատման հարցում ավելի կառուցողական ճանապարհներով գնալ, դեէսկալացիա անել սահմանագծի եւ այլն, իրենք փորձում են փնտրել գործընկերներ, ովքեր կօգնեն շարունակել կոնֆլիկտը։ Ավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։